46-ամյա Արամի կյանքի առաքելությունը սկսվում ու ավարտվում է իր երկու որդիներով, որոնց միայնակ է մեծացնում։ Երեխաների մայրը լքել է նրանց ու նոր ընտանիք կազմել։ Կնոջ հեռանալուց հետո տղաների խնամքը Արամի ուսերին է։ Զուգահեռաբար նաև աշխատում է, բայց երկար ժամանակով տնից բացակայել չի կարողանում։ Երեխաները դեռ փոքր են, հոգսերն էլ շատ։ Իսկ տնակը, որում այս պահին բնակվում են, գրեթե դատարկ է զուրկ կենցաղային ամենատարրական իրերից։ Այստեղ ընդամենը մեկ տեղանոց մահճակալ կա, որի վրա երեքով են քնում։ Ստանակինը բան ոչ մի բան չկա։ Այսինքն տելևիզորա, սեղանը, աթոռա, ոչ մի բան չկա, սերվանձագարձերով, ոչ մի բան։ Մեր բարերարները Արամյանների պատմությունից շատ ազդված ու տպավորված շտապեցին օգնության ձեռք մեկնել։ Առաջինը փոխանցեցինք մեր գործընկեր Arix Group-ի պատրաստած անակնկալը։ Մահճակալ նվիրեցին ընտանիքին, որ տեղափոխվելուն պես կարողանան խաղաղ քուն ունենալ։ Ներկապային տեսնելով ունեք մահճակալի կարիք, որոշեցինք ձեզ նվիրել մահճակալ։ Հուսով եմ, որ ապագայում էլ ավելի լավ հնարավորություններ ունենաք, մենք այդ ինչով կարողանանք էլի ձեր կողքին կանգնենք։ Ոմիկում չունի այդ հնարավորությունը, որ մի կոյկա էր, որ դրա վրա 3 հոգով են քնում, իսկ իմի ազատ կարան արդեն երեխեքս ես ազատ կարանան քնենք։ Մեր մյուս գործընկեր Բազմոց գրուպն էլ ապահովեց հյուրասենյակային փափուկ ու հարմարավետ կահույքը։ Եվրոպական ստանդարտներին համապատասխանող գեղեցիկ ու հարմարավետ այս բազմոցը Արամին շատ ուրախացրեց։ Աչքերի տեսածին չէր հավատում։ Ոգևորված ու երջանիկ օգնում էր մեր նկարահանող խմբին տեղավորել իրերը։ Ամենաշատ ուրախացել եմ այս բազմոցից, սեղանաթոռից, կոյկից, որ երեխեքս ազատ կարան հանգիստ նստեն, կարան քնեն, թեկուզ մեկը բազմոցին, երկուսս կոյկի վրա։ Դռներ ու պատուհաններ արտադրող Էկոկոմֆորտ ընկերությունն էլ, որ մշտապես կարիքավոր ընտանիքների եւ մեր հաղորդաշարի կողքին է, տեղեկանալով փոքրիկ Ալեքսի երազանքի մասին, ոչ միայն խորհրդանշական անակնկալ մատուցեց նրան, այլև ֆինանսապես աջակցեց ընտանիքին։ Ալեքս ջան, ես գիտեմ, որ դու ուզում ես զինվոր դառնալ եւ դրա համար անակնկալ ունենք։ Ձեզ էլ որպես ընտանիքի հայր բերել ենք մի փոքր ֆինանսական օգնություն։ Շնորհակալ եմ ձեզ ձեր ֆիրմայի կողմից իմ երեխի երազանքը կատարեցիք, հուսով եմ, որ կմեծանա լավ հայրենիքի պաշտպան կլինի։ Հագուստը փոխելուն պես փոխվեց նաև Ալեքսի քայլվածքն ու պահվածքը։ Զինվորին հատուկ պատասխանատվությամբ ուշի ուշով հետևում էր աշխատանքների ընթացքին։ Նույնիսկ հարց ու փորձ անում տղաներից, թե երբ են ի վերջո ավարտելու։ Արգավանդեյեմն էլ Արամյաններին խոհանոցային սեղան եւ աթոռեր ուղարկել, որ երեխաները նախաճաշելու, սնվելու համար հարմարավետ միջավայր ու պայմաններ ունենան։ Մենք սեղանաթոռ չունենք, չենք կարողանում մազուտենք։ Որ սեղանաթոռը սիրուն տվել եք մեզ, շնորհակալություն։ Կարանք երեքով արդեն նստենք հացուտենք։ Իսկ ահա մեր մյուս գործընկերը սառեցված մսամթերքներ գրող Լավնա ընկերությունը իր մեծաքանակ արտադրատեսակներով հոգացել էր ընտանիքի սննդի երկարատև պաշարը։ Մսեղենի հարուստ տեսականին Արամի հոգսը դեռ երկար կթեթևացնի, իսկ երեխաները առողջ ու համեղ կսնվեն։ Լավնա մսամթերք ներմուծող ընկերությունը միշտ պատրաստ է օգնել այն ընտանիքներին, որոնք իրոք ունեն մեր օգնության կարիքը։ Հուսով եմ մեր բերած մսամթերքի տեսականիով դուք երկար ժամանակ դուք եւ ձեր բալիկները չեք ունենա առօրյա մսամթերքի կարիք։ Շնորհակալ եմ ձեզանից եւ ձեր ֆիրմայի կողմից, շատ πολύ շնորհակալ եմ, որ այստեղ պահեն իմ երեխեքի եւ ընտանիքի կողքին։ Միշտ պատրաստ ենք օգնություն, շնորհակալություն։ Բայց սա դեռ ամենը չէր, բնականաբար այսքանով սահմանափակվել չէինք կարող։ Քանի որ Արամն է երեխաների միակ խնամակալը, նրանց կերակրողը, ուստի որոշեցինք ընտանիքին խոհանոցային տեխնիկա, ճարպաջեռոց նվիրել։ Այս հարցում էլ օգնության հասավ մեր գործընկեր Էջմիածնի PC Electronics խանութների ցանցը։ Այսուհետև տղամարդը կարող է իր զավակների համար արագ եւ համեղ պատրաստել։ Բան ախտորսանց, հետո էսենց համով բաներ ձեզ կսարքեն։ Ապրեն մեր բարերարները, որ այստեղ պահեն իմ բալեքի եւ իմ կողքին անելա, շատ գոհ շնորհակալ եմ։ Արդեն հոգսս թեթևանում է, եթե պատրաստ եմ, անգամից կարամ արդեն դրանա ամենը կսարքեն, պատրաստ երեխեքս տանել, չգնամ։ Գազ այս այն այդ դրանով ավելի արագ կրն երեխեքի սուտելիքը։ Հայր ու որդի նաև սմարթֆոններ ստացան Mobile Center խանութի տնօրինության կողմից։ Թե հայրիկի եւ թե երեխաների համար սա սպասված նվեր էր։ Գորն արդեն որոշել է, թե ինչ նպատակով կօգտագործի հեռախոսը։ Շնորհակալ եմ Mobile Center-ից, որ մեկնեցին ցերպերին երեխես ունեցավ այդ անհրաժեշտ հեռախոսը։ Եթե մայրենից բան չհասկանամ, կարամ YouTube-ով գտնեմ։ Սովորես։ Նա
Իջևանի գինու կոնյակի գործարանն էլ ընտանիքի համեղ սննդի պաշարներ լրացրել, ուղարկել էին բարձրորակ ու բնական պահածոներ, մուրաբաներ, տարատեսակ կոմպոտներ եւ հյութեր։ Առողջ ծննդի հարցն էլ հոգացել էր Արզնի հոլդինգի ղեկավարությունը, որն իր թարմ ու բարձրորակ արտադրանքից զատ ընտանիքին աջակցել էր նաեւ ֆինանսապես։ Արամյանների երկարատև սննդի պաշարն էլ հոգացել էր Sunfood ընկերությունը իր առաքած օգտակար ու համեղ արտադրանքով։ Երկար ժամանակ սննդի քաղցրերենիքի բանի փող չեմ տվել յուղի։ Երեխաների սիրելի Big Life ապրանքանիշի մրգային տարբեր համերի բարձրորակ ու առողջարար դիետիկ յոգուրտները նույնպես տարել էին ընտանիքին։ Չենք մոռացել նաև մանուկներին ժպիտ եւ երջանկություն պարգևող քաղցրավենիքի մասին։ Այստեղ էլ մեզ օգնության հասավ Տավուշ Սվիտ ընկերությունը։ Անուշեղենի մյուս պաշարն էլ լրացրեց Ռուսկի Բիսկվիտ ընկերությունը, որը ահռելի քանակությամբ քաղցրավենիք էր ուղարկել ընտանիքին։ Դե պատկերացնում էին այս թեթևի մեջ կարող առնել, էլի դե չէի պատկերացնում, որ այսքան եղած կգար։ Էկոֆորում ընկերությունն էլ իր որակյալ ու զանազան տեսականուց, մաքրող միջոցներից ու տնտեսական ապրանքներից զատ ընտանիքին նաև ֆինանսապես էր աջակցել։ Made in 11 on-line դեղատան տնօրինությունն էլ հարամյաններին անհրաժեշտ դեղորայք եւ հիգիենայի պարագաներ էր ուղարկել։ Ինտելեկտի եւ հաճելի ժամանցի մեկ տեղումն էլ ապահովել էր Edit Print ընկերությունը փոքրիկներին ուղարկած տարատեսակ գրքերով ու տետրերով։ Գրքերով կարդալու եմ։ Լավ գիտելիք ստանամ։ Մեծանամ բժիշկ դառնամ։ Ուզում եմ լավ մարդ լինել։ Լավ աշխատանք ունենալ, լավ ապագա ունենալ երեխան, որին նման սենց դառներ չընկնել։ Ընտանիքը դրամական օգնություն ստացավ ֆրանսաբնակ Արսենից, Բելգիայում ապրող Արայիկից, Դավիթից, Սյոմից, Անտոշկա մանկապարտեզից, ցանցերի աշխարհընկերությունից եւ Երևան City սուպերմարկետների ցանցից։ Երեխեքիս ամեն մեղոքսա, ամեն ինչը թեթևացավ։ Ճիշտ ասած չէի պատկերացնում, որ այս կարգի պետք է լիներ։ Շատ գոհ շնորհակալ եմ սաղից։ Ամեն բան ապահով տեղ հասցրինք բեռնափոխադրում իրականացնող Լեգարա ընկերության շնորհիվ։ Այս կարևոր գործում իրենց ուրույն ներդրումն ունեն մեր բոլոր բարերարներն ու գործընկերները։ Մեր թողարկումից ժամեր անցել Արամին տարբեր անհատներ զանգահարել ու իրենց աջակցությունն են հայտնել։ Մի մասը գումարով եւ հագուստով են օգնել ընտանիքին, ոմանք էլ անհատույց բնակարան են առաջարկել։ Փորձեցինք անել հնարավորն ու անհնարը, որ Արամը իրեն մենակ չզգա այս մեծ ու բարդ աշխարհում, ինչն էլ հնարավոր դարձավ մեր գործընկերների մարդասիրության շնորհիվ։ Սա ոչ միայն նյութական, այլև հոգևոր աջակցություն էր մարդկանց շնորհիվ, ովքեր իրենց ամբողջ սրտով ու հոգով ապրումակցեցին ու հաղորդակից դարձան արամյանների ցավին։ Սվետլանա Ավդիշյան, Վահան Գուլոյան, Սուրենկյուն։